Մեղադրանք Հայաստանի նախկին երկու նախագահներին Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին ձերբակալվել են, կալանքի միջնորդություն է ուղարկվել դատարան։ Մաֆիայի ժամանակները Հայաստանում անցել են, Փաշինյանը ձերբակալությունների եւ խուզարկությունների մասին։ Խորհրդարանն ընդունեց կառավարության առաջին 5 տարիների ծրագիրը, դահլիճում քննարկումն այսօր էլ թեժ էր։ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի քրիտիկական ցնցումների, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության Երևանի մասնաբաժինը քիչ է։ Հայկական ծաղիկը վրացական շուկայում, արդյոք ռուսական շուկային կփոխարինի վրացականը։ Ֆեյքերի դեմ պայքար, թե մարդկանց վերահսկելու գործիք, ինչ ռիսկեր ունի համացանցում օգտատերերի անձնական տվյալների գրանցումը։ Ավտոմեքենայի համարանիշը գողացել են, փորձագետներն առաջարկում են, որ նորը հանելու ծախսերը ապահովագրությունը փոխհատուցի։ Երևանն ու Բաքուն քննարկում են էներգետիկ համակարգերը կապելու հնարավորությունները, էներգետիկների հանդիպում Լաչինում։ Սեպտեմբերի 1-ին ընթരാճ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի։ Միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ չեն սահմանափակվի, կիրականացնեն նաև շրջիկ ծառայություն։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտար ժամաններ եթերում։ Նախ մեկտել-խուր լուր պայմանագրային զինծառայող է մահացել ըստ լրատվամիջոցների պաշտպան հայրենաց ծրագրով ծառայությունը իրականացնող զինծառայողին կախված վիճակում հարազատը գտել է տանը։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես անասնաֆերմայում։ Նա ծառայության մեջ չի գտնվել, դեպքը առնչություն չունի ծառայության հետ եւ չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար, գրել է պաշտպանության նախարարի խոսնակը։ Ձերբակալություններ, զանգվածային խուզարկություններ Երևանում, մեղադրանք է ներկայացվել Հայաստանի նախկին երկու նախագահներին։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ավագ որդու նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի կաշառքի եւ փողերի լվացման համար։ Քոչարյանն ու գործարար որդին ձերբակալվել են, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նույն գործով մեղադրանք է ներկայացվել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Մինչև հանրությունը զբաղված էր առավոտյան մայրաքաղաքում ծավալվող իրադարձություններով, խորհրդարանը 63 կողմ 24 դեմ ձայներով ընդունեց կառավարության հնգամյա ծրագիրը։ Եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ձերբակալություններին ասել է, որ Հայաստանում մաֆիայի ժամանակները անցել են։ Այո, պետք է նստեն, նրանք պետք է փող չունենան, որ ընտրակաշառքել բաժանեն, եւ դա իմ քաղաքական հանձնառությունն է։ Բարձելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ում ուզենաք ծախեք։ Բարձելա։ Քոչարյանի ինքնազգացողությունը հակակոռուպցիոնում վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Խուզարկություններ են եղել ոչ միայն երկրորդ նախագահ Քոչարյանի տանը, նաև նրա պատգամավոր որդու Լևոն Քոչարյանի բնակարանում եւ ընտանիքին պատկանող բիզնեսներում։ Քննչական կոմիտեից հաստատել են 17 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են կատարվել, որոնք կապարակնքվել են, 4 մարդ է ձերբակալվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ 682 միլիոն դրամի վնաս։ Օրվա իրադարձությունների քրոնիկոնը եւ թե ինչ հայտարարություններ էին դրանց նախորդել Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Ես այո, ձեզ դատում եմ եւ ես ձեզ դատելու եմ։ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը Ամեն բան սկսվեց երեկվանից կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ հարց ու պատասխանից։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը Փաշինյանին ասաց, թե իրավապահներին քաղաքական պատվեր իջեցնել իր խոսքով պոզով պոչով չի լինում։ Մեզնից գիտեք ինչ են պահանջում։ Մեզնից ընդհանուր ընդդիմությանը, որ նայեք 500,000-ից ավել ձայն ա տվել։ Մեզ էլ ասում են Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած։ Այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարում լինի այս բան։ Բացատրեք ինչի եք միլիոնատեր։ Այդ ունեցվածքը որտե է ձեզ լավ, ամեն ինչ դնենք մի կողմ, դատարաններ, ամեն ինչը։ Դուք ո՞նց եք միլիոնատեր։ Ու դուք ուզում եք ասեք, որ դուք պետք է Հայաստանի Հանրապետությունում տենց շարունակեք մնաք միլիոնատեր, ամենայն բանով Աստված բոլոր երեխեքին տա առողջություն, երկար կյանք, կրթություն, հաջողություն, բախտ, երջանկություն, հորով մորով մեծանան բոլորը։ Բայց դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։
Փաշինյանի այս հայտարարության հենց հաջորդ առավոտն իսկ ազգային անվտանգության ծառայողները մտան հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին պատկանող առանձնատներ եւ բնակարաններ, քննչական գործողություններ կատարվեցին նաեւ նրանց բիզնես հասցեներում։ Նախկին նախագահի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու համար։ Քոչարյանը եւ նրա ավագ որդին ձերբակալվել են, հանրային քրեական հետապնդման տակ են եւս 7 անձ։ Այս թվում նաեւ հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, ով Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ դավաճանի, այսպես սովորական գործելավոճն է։ Սա է, սրա մասին փաստորեն երեք նաև մամուլներ գրել, որ նման բաներ է սպասվում, ու այդպես ժողովուրդ ջան։ Սա վրեժխնդրություն է, իշխանական ԿՊ-ում հաստատում են, նաև վրեժխնդրություն է։ Այո, սա վրեժխնդրություն է, սիրելի բարեկամներ։ Արդարադատությունն է, ժողովրդի վրեժխնդրությունն է։ Եվ մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, այլ ենթադրյալ կոռուպցիոներների։ Ժամեր տևած հարցաքննության ընթացքում երկրորդ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, տեղեկությունը հաստատել են ինչպես հակակոռուպցիոն կոմիտեից, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների բժիշկները Քոչարյանի մոտ զարկերակային բարձր ճնշում են արձանագրել, հետազոտության համար նրան տեղափոխել բուժ հաստատություն։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ երկրորդ նախագահը վերջերս ենթարկվել է բժշկական միջամտության։ Ինքնին արձանագրել ենք մեղադրանքի ոչ թե հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելը, այլ այն ինչ որ նկարագրված առաջին հանցագործություն չի, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չի, ու հիմա համապատասխանաբար մենք սա գնահատում ենք 3 հնչեցված գործընթաց։ Հակակոռուպցիոն կոմիտեի եկել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գործից տեղյակ չէ։ Երբ որ գործերը ստանան, գործի նյութեր են, ժամանակ խոսեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Խորհրդարանում կառավարության ծրագրին կողմ է քվեարկել միայն քաղաքացիական պայմանագիրը։ Խորհրդարանում հնգամյա ծրագրի քննարկումը թեժ մթնոլորտում է անցել։ Անդիմությունն ու իշխանությունը կրկին միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի կարծիքով այս կառավարության ծրագիրը պառակտման մասին է։ Վարչապետ Փաշինյանն էլ անդիմությանը առաջարկել է կամ մանդատները վայր դնել եւ հեղափոխություն անել, կամ նստել եւ աշխատել։ Ժողովուրդ ջան, լեգիտիմ չի։ Ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդանի վերջում վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, հեղափոխություն արեք, ժողովուրդ ջան։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա։ Դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով կամ այն մի ընդդիմությունը բանից էր գնաց, տարբեր կողմ, 4 կողմերից էին գնացել, չգիտեմ, նստեք են աթոռին, նստեք են, գնացեք հեղափոխություն արեք։ Կառավարության ծրագիրը դա իրապես բաժանարար գիծ է։ Նախորդ 8 տարվա համեմատ ինքը մի տարբերություն ունի, կարևոր տարբերություն։ Նախորդ 8 տարվա ընթացքում այս կառավարությունը վարելով վատ արտաքին քաղաքականություն բերել է 1, 2, 3 պատերազմ։ Եռա պատերազմի կուսակցություն եք դուք։ Բայց այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձև եմ տեսնում։ Եթե պատերազմները նախորդ թշնամիների հետ էին, այս կառավարությունը 3 պառակտման մասին է։ Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր եւ Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է գրել X-ի իր էջում շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին եւ վարչապետին անկախության օրվա կապակցությամբ հղված շնորհավորանքների համար։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի քրիտիկական ցնցումների, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության Երևանի մասնաբաժինը քիչ է։ Հայկական ծաղիկը վրացական շուկայում, արդյոք ռուսական շուկային կփոխարինի վրացականը։ Ֆեյքերի դեմ պայքար, թե մարդկանց վերահսկելու գործիք, ինչ ռիսկեր ունի համացանցում օգտատերերի անձնական տվյալների գրանցումը։ Ավտոմեքենայի համարանիշը գողացել են, փորձագետներն առաջարկում են, որ նորը հանելու ծախսերը ապահովագրությունը փոխհատուցի։
Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի կրիտիկական ցնցումների, քանի որ առևտրաշրջանառության մեջ Երևանի բաժինը քիչ է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նրա խոսքով արգելքները նպատակ ունեն ապահովել անվտանգ ապրանքների ներմուծումը Ռուսաստան միությունում սահմանված սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխան։ Ռուսական շուկայի փակվելուց հետո հայկական ծաղիկների արտահանման ծավալները դեպի Վրաստան կտրուկ աճել են։ Վրացական լրատվամիջոցները փոխանցում են, որ այս տարվա հունվար-հուլիսին Վրաստանը Հայաստանից 3.3 միլիոն դոլարի ծաղիկ է ներմուծել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53.7%-ով ավելի։ Վրաստանի ծաղկաբույսների ասոցիացիայի ղեկավարը սակայն կարծում է, թե դա բերել է տեղական շուկայում գների անկման, անհավասար մրցակցության և բարդ պայմաններ է ստեղծել վրացի փոքր ու միջին ձեռնարկատերերի ու դիստրիբյուտորների համար։ Տնտեսագետների գնահատմամբ էլ վրացական շուկան չի կարող փոխարինել ռուսականին։ Եթե հայկական ծաղկի արտադրությունը սկսի Վրաստան դեմպինգային այդ գներով լցնել, իրանց մոտ է ջերմոցային տնտեսությունների վերջը կգա։ Հոգևոր ծաղկեն ընդհանուր մշակում։ Վրացիները շատ արագ կփակի սովանցքները, կպրսնի կգնա։ Անալիզ են անելու իրեն ջերմոցներում գրանցված հաշիվապրանքագրերով միջին գինը որքան է, հայկական այդ հաշիվապրանքագրերը վերցնելու նայեն, բնականաբար դեմպինգի քաղաքականության համար հայկական կողմի նկատմամբ սահմանափակումներ կիրառեն շատ Հայաստանը դարձել է Վրաստանին կենդանի ձկան գլխավոր մատակարարը։ Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանը ներմուծած կենդանի ձկան 82%-ը ստացել է Հայաստանից։ Մեր երկիրը այս ընթացքում Վրաստան է արտահանել մոտ 15 տոննա կենդանի ձուկ, շուրջ 210,000 դոլար ընդհանուր արժեքով։ Վրաստանի կենդանի ձկան մյուս խոշոր մատակարարներն են նաև Գերմանիան և Ինդոնեզիան։ Հաջորդ թեմայի մասին ֆեյքերի դեմ պայքար, թե մարդկանց վերահսկելու գործիք։ Ֆեյքերի գործարանների կազմակերպիչներին ու կառավարիչներին բացահայտելու համար առաջարկ կա համացանց մուտք գործելիս պարտադիր դարձնել նույնականացումը, անձնական տվյալները գրանցելով։ Սակայն արդյոք սա չի բերի անձնական տվյալների արտահոսքի, փորձագետները լուրջ վտանգներ են տեսնում տվյալների պաշտպանության առումով։ Ֆեյքեր, ֆեյքերի ֆաբրիկա, նոր տերմիններ, որոնք վերջին տարիներին ամուր տեղ են գրավել քաղաքական բանավեճերի ընթացքում կիրառվող բառապաշարում։ Որպես կանոն այդ հասկացությունները դառնում են ակտուալ այն պահերին, երբ ֆոկուսում է հայտնվում որևէ ընդդիմադիր գործիչ կամ ուժ կամ իշխանության թիրախում հայտնված այլ կառույց։ Համոզմունք են հայտնում ընդդիմադիրները։ Համացանցում միանգամից անդեմ օգտատերերի կողմից գրոհի են ենթարկվում դրանց ներկայացուցիչները։ Օրերս վարչապետին հարց ուղղեցին, թե ինչ է արվում ֆեյքերի գործարանների կազմակերպիչներին եւ կառավարիչներին բացահայտելու ուղղությամբ։ Եկեք ընդունենք օրենսդրական, եթե դա հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական ցանցում պրոֆիլ ունենալը պետքա բանանվի, նույնականացնելով լինի։ Եկեք ընդունենք, եկեք համատեղ կոնսենսուս ձևավորենք եւ գնանք սոցիալական ցանցերի առաջ խնդիր դնենք։ Ասենք մեր երկրում ֆեյքը արգելված է, ով որ անձնագրով կնույնականացվի, չի կարողանում այսքան ժամանակ բանանվի, բոլոր պրոֆիլները փակեք։ Ֆեյքերի եւ ֆեյքերի գործարանների դեմ պայքարը կարևոր է համացանցում ատելության խոսքը կանխելու տեսանկյունից, բայց Նիկոլ Փաշինյանի առաջարկած լուծումը հատուկ է խիստ ավտորիտար ռեժիմներին, նշում են փորձագետները։ Համացանցում օգտատերերի անձնական տվյալների գրանցումը լավ տեղ չտանող քաղաքականություն է։ Կա ինչ որ հավանականություն, որ իշխանությունները օրենքը կընդունեն, հետո ասենք ինչ են անելու, ծանուցելու են այդ հարթակներին, ասեն այսպես կվարվես, եթե ոչ ինչ, սպառնալիքն ինչա կտուգանենք, եթե իրանք երկրում գրանցված չեն, որևէ գործողություն առանձնապես չեն անում, այդ տուգանքը սիմվոլիկ բնույթ է կրելու, ինչպես տեսնում ենք օրինակ Ռուսաստանի դեպքում, կամ հաջորդ տարբերակը այն է, որ կարգելափակենք։ Ընդհանրապես վերջին շրջանում համացանցային եւ կիբերտիրույթում տարբեր չարիքների դեմ պայքարելու պատճառաբանությամբ սկսել են կիրառվել գործիքներ կամ ծրագրվում են գործողություններ, որոնց բուն նպատակը կարծես մարդկանց վերահսկումն է եւ մասնավորապես խոսքի ազատության սահմանափակումը։ Այսինքն կատարվում է որևէ փոփոխություն, որպես կանոն հանցավորության կամ ապօրինությունների դեմ պայքարի համատեքստում։ Մարդկանց հետևել, կամերաներ դնել, օպերատորներին պահանջել, որպեսզի գրանցեն տրաֆիկը, հեռախոսների իմեյլների բազաներ ստեղծել։ Ցույց է դնում, որ մեր մոտ ինչ-որ պետական համակարգում կա այսպիսի մտածելակերպ, որ պետք է բոլորին հսկել, անանունություն չլինի,
չգիտեմ, այսպիսի ինչ-որ բաներ չլինեն եւ դա շատ վտանգավոր տենդենց է։ Բայց գանք բուն խնդրին։ Ֆեյքերի նման քայլերի հետևանքով տուժում են սովորաբար հենց բարեխիղճ քաղաքացիները, իրական օգտատերերը։ Իսկ ֆեյքերը որպես կանոն մնում են անվնաս, քանի որ նման ֆաբրիկաների կազմակերպիչները ճկուն են եւ գիտեն, թե ինչպես է պետք շրջանցել պետության կողմից կազմակերպված սահմանափակումները։ Երբ որ կառավարությունը անդադ խոսում է հիբրիդային հարձակումների մասին, ինձ դա նշանակում է, որ այդ ֆեյքերը Հայաստանում չեն։ Այսինքն փաստացի դու մտցնում ես հակադեմոկրատական սկզբունք, պարտադրում ես մարդկանց անանունության դեմ պայքարի ստանում, բայց խնդիրը չես լուծում, որովհետև փաստացի այդ ֆեյքերը պարզապես Հայաստանի դրսից են։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ուզենա Հայաստանի ներս դառնի, ինքը VPN-ի միջոցով կգրանցվի ու երևա որպես ուրիշ երկրից։ Կա եւս մեկ խնդիր այս համատեքստում։ Եթե օգտատերերի գրանցումը սոցիալական ցանցերում արվի անձնական տվյալների նույնականացման միջոցով, ապա որտեղից վստահություն, որ դասի ընկերությունները, որոնց ձեռքերում կհայտնվի այդ արժեքավոր տեղեկատվությունը, կկարողանան այն հավուր պատշաճի պահպանել եւ չեն դարձնի երրորդ կողմի համար հասանելի։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Երևանում ավտոմեքենաների համարանիշերի գողությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, խմբի անդամները օտարերկրացիներ են։ Հանցակատարողը տեղացի լինի, թե օտարերկրացի լինի, պետք է լուծում գտնել վերջ դնելու պետ համարանիշերի գողության արատավոր երևույթին։ Փորձագետները արտասահմանյան փորձն են հիշատակում գողությունները կանխելու համար, նաև առաջարկում, որ ապահովագրությունը փոխհատուցի նոր համարանիշի վերականգնման ծախսը։ Ավտոմեքենաների համարանիշների գողությունը վարորդներին ոչ միայն ֆինանսական վնաս է պատճառում, այլև փաստաթղթային քաշքշուկի առաջ կանգնեցնում։ Նման հերթական դեպքն է բացահայտվել Երևանում։ Փողոցներից մեկում կայանած 5 ավտոմեքենաներից գողացել էին զույգ համարանիշները։ Ոստիկանության տվյալով գողությունը կատարել են Հայաստանում մշտական բնակության վայր չունեցող 3 օտարերկրացիներ։ Փորձագետները սակայն ասում են, մեկ դեպքի հիման վրա եզրահանգումներ անել պետք չէ, միաժամանակ կարևորում են կանխարգելիչ միջոցների ուժեղացումը։ Առաջարկում են քննարկել տուժած վարորդների ֆինանսական պաշտպանության հարցը, գողացած համարանիշների վերականգնման ծախսը ապահովագրական ծածկույթում ներառելու հնարավորությունը։ Լուծումներ է պետք գտնել, որպեսզի քաղաքացիներն գող մնա։ Պետք է պաշտպանված լինի պետության կողմից, կամ ապահովագրվի այդ ամենը, կամ այդ մասը մտնի ապահովագրության մեջ։ Քանի որ դա արդեն հանցագործություն է եւ դա գրանցվում է ոստիկանության կողմից, ապահովագրականը պետք է խնդիր չմնա, որևէ կասկածների նրանց ուղղակի փոխհատուցվեն։ Համարանիշների գողության դեմ տարբեր երկրներում կիրառում են նաև պարզ տեխնիկական լուծումներ, ասում են մասնագետները։ Օրինակ, ոստիկանները եւ համայնքային կառույցները մեքենաների սովորական պտուտակները փոխարինում են միակողմանի հակագողության պտուտակներով։ Դրանք սովորական գործիքով հեշտությամբ հանել հնարավոր չէ։ Փաստաբանների գնահատմամբ հերթական դեպքը դժվար թե բերի համարանիշների գողության դինամիկայի, սակայն նկատում են, որ 3 անձի մասնակցությունը կարող է վկայել նախապես համաձայնեցված գործողության մասին։ Կարծում եմ, որ սա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ օտարերկրացիները ամենայն հավանականությամբ տեղեկատված չեն եղել, որ Հայաստանում նման հանցագործներ սկսել են արդեն բացահայտվել։ Բացահայտման թիվը շրջակի մեծացել է եւ միգուցե այն երկրից որ եկել են, դեռևս բացահայտման ցուցանիշի մեջ չի եւ մտածում են, որ Հայաստանում եւս չեն բացահայտվի։ Մասնագետները չեն բացառում նաեւ այն վարկածը, որ այսպիսի հանցագործություններում անմիջական կատարողները կարող են օտարերկրացիները լինել, բայց հնարավոր պատվիրատուն կամ դուժողի հետ կապ հաստատող անձը տեղացի, սակայն ըստ փաստաբանների միայն հայերեն հաղորդագրություն ստանալը դեռ չի ապացուցում հայկական կողմի մասնակցությունը դեպքին։ Եթե անգամ գողացել են, շատ հանգիստ կարող են հայերեն պատասխանել հայերին առանց հայի մասնակցության տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ օնլայն թարգմանիչների միջոցով։ Խնդիրը պետք է դիտարկել նաև միգրացիոն վերահսկողության տեսանկյունից, ասում են փորձագետները, շեշտելով, որ պետք է պարզել Հայաստանում մշտական բնակության վայր չունեցող անձանց գտնվելու իրավական հիմքերն ու կարգավիճակը, իսկ համարանիշների գողության դեպքերը նվազեցնելու համար անհրաժեշտ են կանխարգելիչ տեխնիկական միջոցներ եւ տուժած վարորդների պաշտպանության հստակ մեխանիզմներ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Երևանն ու Բաքուն քննարկում են էներգետիկ համակարգերը կապելու հնարավորությունները, էներգետիկների հանդիպում Լաչինում։ Սեպտեմբերի 1-ին ընթരാճ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի։ Միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ չեն սահմանափակվի, կիրականացնեն նաև շրջիկ ծառայություն։ Առավելապես կայուն երկինք, ջերմաստիճանը կնվազի, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։
Նոր ուսումնական տարվա մեկնարկից հանրապետության դպրոցներում եւ դրանց հարակից տարածքներում ոստիկանները կուժեղացնեն ծառայությունը։ Ներքին գործերի փոխնախարարը այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշել է, որ ոստիկանները ոչ միայն հերթապահելու են դպրոցների մուտքերի մոտ, այլև իրականացնելու են շրջիկ ծառայություն, խցանումները կանխելու, երթևեկությունը անխափան կազմակերպելու եւ երեխաների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նամակ է ուղղել խորհրդարանին, որում մտահոգություն է հայտնում կառավարության ծրագրում եկեղեցուն վերաբերող դրույթների կապակցությամբ։ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության, ինչպես նաև եկեղեցու կանոնադրության ընդունման հարցերը չեն կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից, ասված է հայտարարությունում։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են էներգետիկ համակարգերը կապելու հնարավորությունը։ Օգոստոսի 25-ին Բերձորում Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են անցկացրել։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները, ինչպես նաեւ պետական սահմանին Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները միմյանց կապելու տարբերակները։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի Ադրբեջանի էներգետիկայի նախարարության եւ Azer Energy-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 2023-ի բռնի տեղահանությունից հետո օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկն էլ ու չի վերադարձել 14406 արցախցի։ Եթե դրան ավելացնենք 2020-ի նոյեմբերից մինչև 2023-ի սեպտեմբերը հեռացած ու չվերադարձած 7418 արցախցիներին, ապա Հայաստանից հեռացած արցախցիների ընդհանուր թիվը հասնում է 21824-ի։ Սա մոտ 150,000 բռնի տեղահանվածների ընդհանուր թվի շուրջ 15%-ն է։ Միաժամանակ աճում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արցախցիների թիվը 2026-ի օգոստոսի դրությամբ անձնագիր արդեն ստացել է ավելի քան 40,000 մարդ։ 2026-ի առաջին կեսին Հայաստանում ապաստան է հայցել 358 մարդ, 73%-ը տղամարդիկ են։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալները հունվար-հունիս ամիսներին ապաստան հայցողները ներկայացրել են 32 երկրի քաղաքացիություն։ Դիմումների թվով առաջատար են Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Աֆղանստանի քաղաքացիները, ընդ որում ընդհանուրի մոտ 28%-ը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին։ Նույն ժամանակահատվածում 94 անձի շնորհվել է փախստականի կարգավիճակ, իսկ 190 դիմում մերժվել է։ Ոստիկանության գվարդիան տարվա առաջին կեսին շուրջ 600 հանցագործության դեպք է բացահայտել։ Ծառայության ընթացքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք զինամթերք, հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք, իսկ արագ արձագանքի շնորհիվ կանխվել է նաև ինքնասպանության դեպք։ Հայաստանի մի շարք շրջաններում հրդեհի բարձր ռիսկ կա։ Մասնագետները զգուշացնում են, օգոստոսի 25-ից 27-ին Երևանում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ չոր ու շոգ եղանակին նույնիսկ փոքր անզգուշությունը կարող է արագ հրդեհի պատճառ դառնալ։ Այդ օրերին հատկապես պետք է խուսափել խոտածածկ տարածքներում կրակ վառելուց կամ վառվող առարկաներ նետելուց։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օթերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առավելապես կայուն պայմաններում։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի մոտ 6 վաղ ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 23-ից 28 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 33-ից 36, Լոռիում 22-ից 26, Տավուշում 26-ից 30 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 33-ից 36, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 30-ից 35, Սյունիքի նախալեռներում 26-ից 28 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների։ Այս գիշեր սպասվում է 20-ից 23,
ցերեկը 33-ից 36, երեկոյան 26-ից 28 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, եզրից հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։